Նիկոլ Փաշինյանը ամանորին ստացել է 12 միլիոն դրամ պարգևավճար, իսկ նախարարները 7 միլիոն դրամ։ Ձեր կարծիքով դա նորմալ է։ Իհարկե արդար չէ, պարզապես ես կարծում եմ ոչ միայն նորմալ չէ, այլև դատապարտելի է, հատկապես հաշվի առնելով գործազրկության եւ աղքատության այս մակարդակը եւ ընդհանրապես ընչազրկության ծավալները, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ սոցիալական բևեռացությունը, կարծում եմ դա միանգամայն անընդունելի եւ դատապարտելի է։ Դե չէ համարի նորմալ, բայց ինչ կարող եմ ասել դրա համար։ Իրանք մտածեն այդ մասին, ոչ թե մենք։ Իրանք մտածելու բան ունեն։ Թոշակառուների համար գումար նախատեսված չի եղել, չեն տվել։ Նրանց համար գումարը նախատեսված եղել, հասել է տվել են։ Դե եթե արդար չլիներ չէին տա։ Ես միայն լսեցի, բայց իմ կարծիքը ես կթողեմ ինձ, այն ինչ որ կատարվում է պետական մարմինների հետ կապված, ես չեմ կարծում, որ ես իրավասու եմ դա քննարկել եւ ասել լավ է թե վատ է։ Դա ինձ այսպես ասած, ինչ որ արվում է, ուրեմն այդպես է պետք է լինի։ 7 միլիոն դրամ պարգևավճար։ Ձեր Ո՞վ կարծիքով զանգի ասել։ Չէ, ձեր կարծիքով դա նորմալ է։ Դե իրանք իրաց ձեռն այլի ուտում են, լափում են, ինչ ասեմ։ Նորմալ չի, ես ինքս ուսուցչի եմ, չեմ ստացել։ Դե եթե ինքը տենց որոշել է, երևի նորմալ է։ Հետո այդ առաջ անգամ չի, չէ՞, ես քանի անգամ լսում եմ ամեն տարի։ Այդ երևի նրա համար է, որ կաշառք չվերցնեն, ինչ որ ստիմուլ լինի, աշխատեն առանց։ Այդ ինչ քանակություն է, որ այդ իմը ձեր համար է, հա, մեր համար է, բայց իրանց համար, ով ուզում ավելի շատ պետք է գնա դեպուտատ դառնա, նախարար դառնա ու շատ ստանա։ Թոշակառուները ինչքան ամոթ է, իրա փոխարեն մենք ենք ամանչում։ Ես չեմ հետաքրքրվում, Ազիզ ջան, չեմ հետաքրքրվում ես։ Թոշակառում արդեն մի կերպ իմ գոյությունը պահում եմ։ Ես չեմ հետաքրքրվում նման հարցերով։ Եկեմ ու շատ վատ բան է այդ։ Ինչ ասեմ, էդի անօրինականություն։ Այս աղքատ երկրի համար ես ստանամ 30,000 թոշակ ինքը ստանա։ Ես իմ միլիարդներ։ Դա նորմալ չի, իհարկե, չնայած շատ բաներին չեմ հավատում, այդ էլ ասեմ, բայց ես գրել եմ, ինչ որ պետք է, որ դա իրոք նորմալ չի, թոշակառուներին ընդհանրապես գոնե 1000 դրամ չեմ բարձրացնում, բայց իրենց պարգևավճարներ են տալի, ես շատ վիրավորված եմ մեր վարչապետից, որ ասում է թոշակառուին ասեք 10,000 էլ ավելացրեցինք, ինչ է հասկանում։ Չի կարելի, այս թոշակառուները բոլորը մեծ մարդիկ են եղել, այս երկրի վրա աշխատել են, իրենց ամբողջ ուժը ներդրել են, և այսօր նրանք չեն հասկանում, դուք հասկանում եք, չի կարելի նման բան ասել, ըստ թվում է։ Միլիոնել ինձ է տվել, կներեք, էլի վրազում եմ։ Այն երկիրը, որը միշտ պատերազմի մեջ է, որտեղ մարդ չքավորությունը գլուխ է բարձրացրել, աշխատավարձը, այն չէ, եւ Փաշինյանը կարծես թե ծիծաղում է մարդկանց, ասում է դուք չեք կարող օգտագործել այդ 10,000 դրամը, մոռացել է իր անցյալը։ Իսկ հիմա 14 միլիոն դրամ, դա ծիծաղելի աբսուրդ։ Մեր Հայաստանի պարտքը արտաքին շուկայում ինչքան է, միլիարդներ է կազմում։ Իսկ մենք պարգևավճարում են տալիս, արտարադատության նախարար ասում է, իմ 1 տարվա աշխատանքի դիմաց, ինչ արեք 1 տարվա ընթացքում։ Սպանությունների թիվը, հանցագործությունների թիվը, այսքան հանցագործություն, այսքան սպանություն, չգիտեմ, Երևանում երևի ոչ մի անգամ Հայաստանում չի եղել։ Դա աբսուրդ է, ծիծաղելի է։ Ես չեմ պատկերացնում, Պուտինը պատերազմի մեջ այդ վիճակով հզոր մի պետության ղեկավար, որ կարող է իրեն $30 միլիոն բան անի, $1,000 իրեն պարգևավճարում անի։ Նրանք կարող են իրենց թույլ տալ, բայց մենք չենք կարող։ Դա մի քիչ աբսուրդ է եւ ծիծաղելի է։ Նայեք մարդկանց չքավորությունը, երբ եք տեսել նման բան։ Իսկ հիմա ով նստում է աթոռին աղջիկս առաջին հերթին մտածում է ինքը ապահովի սերնդից սերունդ իր, իսկ ժողովրդի մասին ոչ ոք էլ չի մտածում, ուղղակի 3 միլիարդ դրամ բյուջերից հանել եւ բոլորի պարգևավճարում տա։